Պարոնիկյան Լիանա, բայց Տեր Վրդանեսի երեցկին կարող եք նաև դիմել երեցկի դու։ Դուք եւ երեք եւ այսօր տեսակցել եք Տեր Վրդանեսին, խնդրեմ մի փոքր նրա ճակատամարտ վերաբերյալ Այսպես ասեմ, երեք այցելել եմ, այո, 5 րոպեով եմ ընդամենը տեսել, իրեն ճանաչողները գիտեն, որ ինքը երբեք առողջականից չի բողոքում, ինչքան էլ ծայրահեղ վիճակում գտնվի, նույնը երեք էր, ձեռքով այսպես բթիկ ցույց տվեց, որ ես լավ եմ մի անհանգստացի, երեք շատ կարճ եմ տեսակցել, այսօր արդեն նաև խոսել եմ բժշկի հետ, գիշերը ասում է, որ ոչինչ համեմատաբար ավելի լավ է եղել, այսպես ասեմ, դինամիկա չկա, քանի որ 3 օր պիտի սպասենք այդ կրիտիկական իրավիճակը մինչև անցնի 72 ժամը, 1 օրը արդեն անցել է, հուսամ 2 օրն էլ կանցնի, որովհետև մեզ համար իրականում ամբողջ ժողովուրդը կանգնած աղոթում են Տեր հոր համար ու ինքը այնքան բաներ ունի արած, որ ես վստահ եմ, որ Աստված մեր կողքին է լինելու եւ մեր ընտանիքի կողքին։ Գիշերվա տվյալներով միայն գիտեմ, որ ճնշումը կարգավորել են ապարատների միջոցով, առավոտյան անջատել են, ինքը ճնշման խնդիր ուներ, շաքարի խնդիր ուներ, շաքարն էլ բարձր է այս պահին, ասացին, որ դա վիրահատության հետևանք է։ Մի խոսքով սպասում ենք այս 72 ժամը լրանալուն։ Տեր հայրը այսօր կարողացել է որևէ խոսք ասել եւ որն է նրա խոսքը նշում էր, որ հարցրել է ամենաառաջինը մայրաթոռում վիճակը ինչպես է, ինչ կարող եք ասել։ Այո, առաջին բանը, որ տեսավ ինձ ասեց վեհափառս ոնց է, ասեցի փաստորեն դու էլի այս վիճակում մտածում ես առաջինը եկեղեցի հայրենիք, երրորդ տեղում ես, այդպես ծիծաղեց, իրականում այսպես ասեմ, իր նման մարդիկ եզակի են, չգիտեմ երկրորդը կա Հայաստանում թե ոչ, ինչպես որ ինքը սիրում է սրտանց եկեղեցին հայրենիքը, ընտանիքն էլ են նույն, կարող եմ ասել նույն կարգավիճակում, բայց այս պահին ինքը հայրենիքի կողքին է պետք ու ես վստահ եմ, որ այն առաքելությունն, այն նպատակը, ինչի հետևից ինքը գնում է, պիտի հասնի, որովհետև Աստծով ենք առաջ շարժվում։ Կասեմ, որ վիճակը վեր վատացել էր հենց մայրաթորի բակում դուրսի, երբ փորձել է պաշտպանել քիչ տալ համ մոտիվացիան այդ մասով ինչ է ինքն էր ասում։ Այդ մասով ուղղակի ինքը ինձ ասաց, հարցրեցի, որ մի անգամից ես վատ զգացել, ասաց ոչ, ես ինձ վատ էի զգում, ուղղակի այդ խառնամբոխի շրջանում ես չէի կարող առանձնանալ, սպասեցի, որ մի քիչ մարդիկ այսպես տարածվեն, այսպես ասած, որ կարողանամ արդեն տեղեկացնել, որ ես վատ եմ, բայց քանի որ այդ վիճակն էր, բոլորդ գիտեք, արդեն հասել է այն կետին, որ չի կարողացել ոտքի վրա կանգնած մնա, այդպես նստել է ու մի անգամից արդեն վատացել է։ Այսինքն եթե ինքը շուտ, ավելի շուտ ընկերներին գոնե զգուշացներ, որ վատ էր զգում, միգուցե հասցնեին հիվանդանոց եւ այսքան շատ ավելի միջամտությունների կարիք չլիներ։ Չգիտեմ այդ մանրամասները ինչպես է եղել, ճիշտ ասած դա չեմ հարցրել, ինձ հետաքրքրում էր միգուցե երևի դեղերը չի խմել, դրա համար է վատ զգացել, ասաց ամեն ինչ խմել եմ, ամեն ինչ կարգին է եղել, ուղղակի այդ նյարդային ապրումների պատճառով է եղել։ Այո, 2 ստենդ 3 են տեղադրել եւ եւս 3 հատ նախատեսվում է 72 ժամը լրանալուց հետո։ Եվ այս բանը հոգեվոր հայրերն են։ Այո, հոգեվոր հայրերը խնդրեցին, որ ես դուրս գամ իրենք մտնեն, որ աղոթեն։